Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիների հաշվին գումար աշխատելու նոր ձև է գտել, կազմակերպում է դասընթացներ, թե ինչպես լրացնել հայտարարագիր։ Մեկ դասընթացի արժեք է սահմանվել 16,000 դրամը։ Այսինքն ստացվում է, որ քաղաքացու վրա դրված է հայտարարագիր լրացնելու պարտավորություն, որը անելու համար նա պետք է լրացուցիչ 16,000 դրամ վճարի ու դասընթացի մասնակցի, որպեսզի կարողանա լրացնել հայտարարագիրը։ Դեմ եմ հայտարարագրմանը նախաձեռնության ներկայացուցիչ Նայիրի Սարգսյանին հարցրին, թե ինչպես է գնահատում ՊԵԿ-ի հնարամտությունը։ Գնահատում եմ որպես անամոթության ու ցինիզմի ագաղտնակ է։ Այլ բառեր չկան, որովհետև այդպես ռոպագանդում է իշխանությունը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար բոլոր խնդիրների լուծման բանալին հայտարարագրման մեջ է գտնվում, բայց բացի հավելյալ փող աշխատելուց, լրացուցիչ Հայաստանի քաղաքացիներից փորձում է 16,000 դրամ փող աշխատել այն պարագայում, երբ որ մենք անվճար իրականացնում ենք խորհրդատվությունը անձանց իրավունքների պաշտպանության, առանց հայտարարագիրը նույնիսկ այդպես լրացնելու կամ առանց հայտարարագրի ինստիտուտի գործելուն վերաբերվելու մարդիկ ուղղակի իրենց գործարքները ինչպես կազմակերպեն, որպեսզի հետագայում խնդիրներ չունենան, անկախ նրանց հայտարարագիրը կամ մնա ուժի մեջ, թե չի մնա ուժի մեջ։ Կենտրոնի հեռախոսահամար ենք արդեն հրապարակել եւ բացարձակ անվճար մարդկանց տրամադրում ենք խորհրդատվությունը։ Այս պարագայում հայտարարագիր թեմայով դասընթացի կազմակերպումը նորից եմ կրկնում անամոթություն է, նամանավանդ վճարովի։ Նայիրի Սարգսյանի խոսքով կառավարությունը պետք է լայն իրազեկում կատարի ու դա անի անվճար, ոչ թե 16,000 դրամ սահմանի ու լրացուցիչ գումարներ աշխատի քաղաքացիների հաշվին։ Կառավարության նիստերի կեսը վարչապետ Նիկոլ Փաշինյանը նվիրում է հայտարարագրերին, հանձնարարությունները տալիս է պետեկամուտների կոմիտեին, ֆինանսների նախարարությանը, այդ թվում առողջապահության ու կրթության նախարարությանը, որպեսզի մարզային այցելանեն լայն իրազեկումներ կատարեն, նաև խոշոր ընկերությունների այցեր կատարեն, բայց մյուս կողմից փողի դիմաց կամ ծառայության արժեքով 16,000 դրամի դիմաց փորձում են մարդկանց խորհրդատվություն մատուցել։ Այնինչ իրանք դա պետք է անեին մինչև հիմա, այսինքն դա պետք է անեն 2024 թվականին ու պետք է իրականացնեին անվճար եղանակով, պետք է ամբողջ կառավարությունը ջանքը դներ մարդկանց իրազեկելու վրա, բայց չեն արել, տեսնել մենք անում ենք, հիմա բառը չեմ գտնում ուղղակի սրանց նկարագրելու քաղաքացու գրպանը մտնելու մոլուցք է, էլի։ Նշենք, որ այս տարի գրանցված աշխատողները պետք է լրացնեն հայտարարագրել, նշելով, թե ինչքան եկամուտ ու ինչքան ծախսեր են ունեցել 2024 թվականի ընթացքում։ Խոսքը վերաբերում է շուրջ 700,000 քաղաքացու։